Սիմոնյան Post YouTube-յան ալիքի հարգելի հետևորդներ, այսօր զրուցելու եմ իրավաբանական գիտությունների թեկնածու դոցենտ Գևորգ Պետրոսյանի հետ։ Բարև ձեզ, պարոն Պետրոսյան։ Բարև ձեզ։ Պարոն Պետրոսյան, առաջին հարցը, որ ես կուզեմ ձեզ տալ, իրավական է եւ կապված է ընտրությունների հետ։ Վերջերս Դանիել Յոհաննիսյանը հանրությանը քաջ հայտնի գրառում էր արել, որ քննարկում են 16 տարեկաններին ընտրական իրավունք տալու հարցը։ Դուք ինչպես եք վերաբերվում այս գաղափարին։ Գիտեք, գաղափարին ըստ էության լրիվ բացասական չեմ վերաբերում, որովհետև կապահասությունը սկսվում է 16 տարեկանից, բայց այստեղ ուրիշ խնդիր կա։ 16 տարեկանները բոլորը վիճակի են ճիշտ ընկալել իրավիճակը եւ ճիշտ ընտրություն կատարել։ Դրա համար էլ օրենքը սահմանել է 18 տարի։ Ընտրական օրենսգիր սահմանադրական օրենքը։ Ավելի շատ ես դեմ եմ դրան, որտեղ մարդը պետք է ունենա որոշակի զարգացվածության աստիճան, որ կարողանա ճիշտ ընտրություն կատարել, որովհետև իր ընտրության արդյունքից է կախված նաև ընտրությունների ամբողջ ճակատագիրը։ Եվ իմ համար ավելի զավեշտալին է, թե Դանիել Յոհաննիսյանը ինչ գործ ունի այդ գործընթացների հետ։ Նա ընդհանրապես ինչ է հասկանում իրավաբանությունից։ Այնքան է հասկանում, ինչքան ես ասենք խոզաբուծությունից։ Ես նա ինչ գործ ունի այդ պրոցեսների հետ, սա է խնդիրը։ Թե չէ 16 տարեկան երիտասարդ կարող է լինել, որ շատ բանիմաց լինել, շատ շրջայաց լինել եւ ճիշտ ընտրություն կատարել, բայց ես որպես դասախոս, նախկին դասախոս, ասում եմ, որ այդ տարիքի երեխային պետք չի ներգրավել քաղաքական գործընթացներում։ Ի վերջո ընտրությանը մասնակցելը սա քաղաքական գործընթաց է եւ նորից եմ ասում, սրանով դու որոշում ես մյուսների ճակատագիրը։ Իսկ 16 տարեկանը, որը դեռ այդքան փորձառություն չունի կյանքի, նա իրավունք չունի ժողովրդի ճակատագիրը կերտելուն մասնակից։ Վերջերս ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը ռուսական Դոժդ հեռուստաընկերությանը հարցազրույց տվեց եւ հարցին ի պատասխան, որ միջամտում են եկեղեցու գործերին, օրինակ բերեց, որ հնարավոր է ինչ-որ երկրում լինի եկեղեցում մանկապղծության դեպքեր եւ ճշգրտող հարցին, թե ում նկատի ունի, նա ասաց, որ մեր եկեղեցում կան 4-5 բարձրաստիճան հոգևորականներ, ովքեր թաթախված են այդպիսի իրավիճակներում, ես բառացի մեջ բերեցի։ Հետո պարզաբանեց, ասաց, որ ինքը հոգևորականներին մանկապիղծ չի անվանել։ Դուք ինչպես եք հասկացել իր այդ հայտարարությունը եւ արդյոք այդտեղ քրեաիրավական հետևանքներ պետք է լինեին Ալեն Սիմոնյանի հայտարարությանը հետևող։ Ուրեմն այդ ձեր նշած անձը եղել է իմ միջակ ունակություններով ուսանողներից մեկը, որը մի կերպ է իմ առարկան դրական գնահատական ստացել։ Նա ընդհանրապես կապ չունի իրավաբանության հետ։ Եվ այսօր, եթե մենք իսկապես ապրեինք իրավական երկրում, որովհետև Սահմանադրության առաջին հոդվածի համաձայն Հայաստանը նաև իրավական պետություն է։ Հիմա այդ հայտարարությունը պետք է իրավապահ մարմինները հիմք ընդունեին քրեական վարույթ հարուցելու համար եւ նրան կանչեին որպես վկա, որովհետեւ մանկապղծության մեջ մեղադրելը սա տաներ հանցագործություն է, պետք է նրան վկա որպես հարցականներ։ Իսկ արդյոք ինքը հարցականնվել է որպես վկա։ Բնականաբար ոչ։ Դրա համար էլ ինչ ուզում խոսում են։ Այսօր իշխանությունը իրենց ձեռքն է, ինչ ուզում խոսում են։ Ու անպատիժ են մնում։ Էլի շատ նման դրսևորումներ կան։ Ալեն Սիմոնյանը վերջերս որ նշանվել է, սկսել է ինչ-որ իրան դուխով տղուտեղ դնել։ Ու ում հանդեպ ինչ ուզում խոսում է, ում նկատմամբ ինչ գնահատական ասես տալիս է ում վերաբերյալ։ Եվ իրավապահ մարմինները ցավոք սրտի լուր են։ Այսինքն խախտվում է այստեղ Սահմանադրության 28-րդ հոդվածը, համաձայն որի բոլորը հավասար են օրենքի առաջ։ Հիմա եթե ես նման հայտարարություն հեղինակեմ, անմիջապես իրավապահ մարմինները կարձագանքեն իմ հայտարարությանը եւ կգան իմ հետևից։ Թող գան, բարով գան, ոնց կգան, նենց է կգնան, դա չի խնդիրը։ Բայց ինչի այսօր Ալեն Սիմոնյանը չի կանչվել որպես վկա։ Այսինքն իրենք մի կողմից խոսում են իրավական պետություն կառուցելու մասին,
բայց իրենք անձամբ քանդում են իրավական պետության հիմքերը։ Բայց դուք ինչ եք կարծում, մեր եկեղեցում նման հոգևորականներ հնարավոր է որ լինեն։ Ես չեմ կարող ոչ բացառել, հիմա կարող մեկը ինչ որ մի բան արել է, ես չեմ կարող ասել, բայց այստեղ ամբողջ խնդիրը նրանումն է կայանում, հարգելիս, որ այդ Ալեն Սիմոնյանների այդ անգարագետները չեն կարդում օրենքները։ Սահմանադրության 17-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն եկեղեցին կրոնական կազմակերպությունները անջատ են պետությունից։ Դրանք բոլորը ինչ կատարում են Հայաստանում Ադրբեջանի արտակարգ եւ լիազոր դեսպան Նիկոլ Փաշինի պահանջի, լեցվել են եկեղեցու դեմ պայքարի գործին։ Բայց չեն հասկանում, որ վաղը իրանք դրա համար պատասխան են տալու։ Ես մի քանի այլ առիթներով ասել եմ եթերում։ Հիմա էլ պնդում եմ, վերահաստատում եմ իմ ասածը։ Պետական պաշտոնյաները ընդհանրապես իրավունք չունեն միջամտել եկեղեցու գործերին, որովհետև Սահմանադրության 6-րդ հոդվածի առաջին մասի համաձայն պետական մարմինները դրանց պաշտոնատար անձին իրավասու են իրականացնել միայն այնպիսի գործողություններ, ինչի համար լիազորված են սահմանադրությամբ կամ օրենքներով։ Թող որևէ մեկը ցույց տա դրանցից, այդ երկու տանիներից մի օրենքի մի նորմ, որտեղ թույլ է տրված, որ իրանք միջամտեն եկեղեցու գործողությունների։ Ավելին ասեմ, սա համարվում է Սահմանադրական կարգի տապալում Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 420 հոդված, որով նախատեսված է 10-ից 15 տարի ազատազրկում։ Պարզապես գիտեք, հարգելիս, գոյություն ունի հանցագործի հոգեբանություն։ Ցանկացած հանցագործ արարքը կատարելիս միշտ այն հույսը ունի, որ դա չի բացահայտվելու։ Դրա համար կատարում է, ինքը չի պատժվելու։ Բայց սրանք չեն հասկանում, որ այդ բոլորը ամրագրված են, ասենք, ինտերնետային կայքերում տեղադրված են, իրենք չեն կարող դա հերքել։ Նրանք ով որ հիմա եկեղեցու դեմ պայքարում է, նա քրեական օրենսգրքի 420 հոդվածի սուբյեկտ է։ 10-ից 15 տարի ազատազրկում սահմանադրական կարգը պահպանելու համար։ Պարոն Պետրոսյան, թեև նախընտրական քարոզարշավը պաշտոնապես չի մեկնարկել դեռ, բայց իշխող քաղաքական ուժը երևի հետևել եք ակտիվ քաղաքական քարոզչություն է իրականացնում, ըստ էության քարոզարշավ է իրականացնում տարբեր մարզերում, բնակավայրերում պտտվելով, ինչ որ ակցիաներ անելով, ինչ տպավորություններ ունեք այդ քարոզարշավից։ Տեսեք, մեր ընտրական օրենսգիր սահմանադրական օրենքը մի թերություն ունի, 19-րդ հոդվածը ասում է, որ քարոզարշավի ժամկետ սահմանացալելը չի արգելում դրանից դուրս քարոզություն անելու համար։ Արգել չի, բայց այստեղ մի հատ մեծ բայց կա։ Իրենք աշխատանքային ժամերին ինչ գործ ունեն քարոզություն անեն եւ հետո ստանան պարգևավճար։ Աշխատանքային օրենսգրքի 178-րդ հոդվածի համաձայն պարգևավճարը դա աշխատանքային պարտականությունների բարեխիղճ կատարման համար տրվող դրաստիճ վճարն է։ Իսկ ինչքանով է աշխատանքային պարտականությունների մեջ մտնում, նստել ավտոբուս, գնալ շրջանները մանգալ, կուկուռուս կրծելով, չգիտեմ, տերաշկի կրծելով, դրա համար ստանալ պարգևավճար։ Չէ՞ որ պարգևավճար պետք է տրվի, եթե դու տվյալ ոլորտում արձանագրել ես առաջխաղացում։ Ես միշտ ասել եմ եւ կրկնում եմ, Սահմանադրության առաջին հոդվածի համաձայն Հայաստանը սոցիալական, ժողովրդավարական, ինքնիշխան եւ իրավական պետություն է։ Դուք գրագետ մարդ եք եւ շատ հասարակ հարց եմ տալիս։ Կարող եք պատասխանել։ Հիմա ես ձեզ հարցնեմ, էլի։ Հարցրեք։ Հայաստանում այդ ոլորտներում որևէ առաջընթաց դուք նկատում եք։ Սոցիալական ապահովության, ժողովրդավարության, ինքնիշխանության եւ իրավական։ Դե սոցիալականը 10,000-ով թոշակները բարձրացան, պարոն Պետրոսյան։ Տեսեք, դա էլ է դիտելի, էլի, ինչքանով է դա առաջընթաց։ Որովհետեւ իրավաբանները լավ կհասկանան ինչ եմ ասում, Սահմանադրության 84-րդ հոդվածի համաձայն ասում է, որ յուրաքանչյուր տարեց եւ կարիքավոր մարդ ունի
արժանապատիվ կյանքի իրավունք։ Ու նույն հոդվածի երկրորդ մասը, 84 հոդվածի երկրորդ մասը սահմանադրության, ասում է, որ կկասկածի թող ստուգի։ Ասում է, որ հանրապետությունում նվազագույն ամսական աշխատավարձի չափը սահմանվում է օրենքով։ Մենք ունենք 2003 թվականի դեկտեմբերի 17-ի օրենքը ամսական նվազագույն աշխատավարձի մասին, որի համաձայն աշխատավարձը նվազագույն հանդիսանում է 75,000 դրամ։ Հիմա սրանք պետք է հետո պատասխան տան քաղաքացուն պակաս վճարված կենսաթոշակի համար, այսինքն պետքա մատուցել։ Այսօր նվազագույն կենսաթոշակը 75,000 դրամ չէ։ Հետևաբար պետքա հաջորդ իշխանությունը հաշվար կանի, տեսնի թե տվյալ քաղաքացին ինչքան 2022 թվականից է այդ փոփոխությունը մտել ուժի մեջ, տեսնեն ինչքանով է պակաս վճարել, պետական բյուջեի հաշվին կենսաթոշակի չվճարված մասը, պակաս վճարված մասը բռնագանձել։ Այսինքն սրանց ամեն ինքը իրանք PR-ի համար է, բայց ի վնաս պետական բյուջեի։ Պարոն Պետրոսյան, Նիկոլ Փաշինյանն ասում է Հայաստանը այնքան անվտանգ երկիր է եւ ինստիտուտները այնքան ճշգրիտ եւ ժամանակին են աշխատում, որ վարչապետը լարված պատերազմական տարածաշրջանում կարող է իրեն թույլ տալ պեռաչկի եւ կուկուռուզ ուտել։ Դուք ինչպես եք վերաբերում այս հայտարարությանը, ինչ եք կարծում, արդյոք մեր ինստիտուտները այդքան զարգացած են։ Դա անլրջության դրսևորում է, որովհետեւ գիտեք ինչ, եթե մեր հարևան երկիրը, ում մենք անվանում ենք դաշնակից պետություն, նկատի ունեմ Իրանի Իսլամական Հանրապետությունը, այդպիսի վիճակում դու պեռաշկի կացելով, կուկուռուզ ծածելով գնում ես ճանապարհորդության, սա անլուրջ վերաբերմունք է միջազգային հարաբերությունների իմաստով։ Եվ հետո ով ասել, որ մենք անվտանգ ենք։ Հա, ինչ ուզում է տալիս է, ինչ ուզում են Իրանից հանձնում է, այստեղ անվտանգություն։ Անվտանգությունն այն է, որ դու քո սահմանների տեր կանգնես։ Ես ասեցի սահմանադրության առաջին հոդվածի համաձայն, ինքնիշխան պետություն է Հայաստանը։ Իսկ ինքնիշխանությունը դա ամենաառաջինը քո սահմանները անձեռնմխելի պահելու ձևով արտահայտվում։ Ոչ թե քանի գյուղ այս մարզից, քանի գյուղ այն մարզից, էլ սև լիճ, էլ չգիտեմ ինչ, հիմա էլ Բեղրինա վտանգի տակ, սա է անվտանգությունը։ Այդ անվտանգությունը մի վայրկյանում կարա քարոքան դարվի թշնամու կողմից։ Եթե մենք ունենք այդպիսի անսկզբունքային շրջմոլիկ կուկուռուզասեր եւ պեռաշկիասեր վարչապետ։ Շնորհակալ եմ շատ զրույցի համար, պարոն Պետրոսյան։ Ես էլ եմ շնորհակալ։